Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը եւ առևտրատնտեսական կապերի զարգացումը, այս մասին ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա շահարկում է որակել այն կարծիքը, թե Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարումը։ Վրաստանի տարանցիկ դերն ամրապնդելու համար կատարվում են զգալի ներդրումներ եւ առաջիկայում դրանք հնարավորինս կավելանան։ Այլընտրանքային տրանսպորտային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար։ Կոբախիձեն հավելել է, որ վերջին 5 տարվա ընթացքում միջին միջանցքով փոխադրումները 7 անգամ ավելացել են։ Նրա խոսքով Վրաստանի նպատակն է առավելագույնի հասցնել իր ենթակառուցվածքների օգտագործումը, աճող բեռնափոխադրումների ծավալները սպասարկելու համար։ Եվրամիությունը շարունակում է քննադատել Վրաստանին եւ չի փորձում վերանայել հարաբերությունները։ Մինչդեռ աշխարհում տեղի ունեցող գործընթացները վեր են հանել բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են Եվրոպային, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վերջին տարիներին Եվրամիությունից Վրաստանի հասցեին հնչող քննադատությունը ըստ նրա պայմանավորված է նրանով, որ Եվրամիության բյուրոկրատիան ինքնուրույն չէ եւ գործում է ոչ ֆորմալ ուժերի ազդեցության ներքո։ Եթե եվրոպական բյուրոկրատիան գործեր ինքնուրույն, ապա միանգամայն ակնհայտ է, որ շահավետ ռուսական շուկան կորցնելուց հետո կսկսեր այլընտրանքային շուկաներ փնտրել արևելքում։ Վրաստանն այս առումով օպտիմալ ուղի է, բայց Բրյուսելում չեն ցանկանում վերանայել հարաբերությունները մեր երկրի հետ։ Կոբախիձեի խոսքով վրացական հասարակությունը Եվրամիության կողմից երկակի ստանդարտներ է տեսնում եւ համապատասխանաբար գնահատում դրանք։ Վրաստանը փոքր երկիր է, բայց մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր ազգային շահերը եւ վարում ենք խաղաղության քաղաքականություն։ Դիվանագիտական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը կասեցնելու Եվրոպական հանձնաժողովի որոշումը ճնշում է Վրաստանի իշխանությունների վրա, որոնք առաջնորդվում են ազգային շահերով, հայտարարել է ժողովրդի ուժ կուսակցության արտաքին կապերի քարտուղար Էկա Սեպաշվիլին։ Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը սկսել է դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը կասեցնելու գործընթացը։ Այս մասին հունվարի 21-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը։ Սեպաշվիլի խոսքով Եվրոպական հանձնաժողովի այս քայլն անարդար է, քանի որ Վրաստանը չի խախտել ոչ մի կետ կամ կանոն, ոչ մի պահանջ, որն անհրաժեշտ է առանց վիզայի ռեժիմի համար։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարլոս Ռիկարդո Մարտինս Սելիայի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալով հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրի միջև գործակցության դինամիկան եւ գործընկերային հարաբերությունների խորացման հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության միջավայրին եւ մարտահրավերներին։ Ընդգծվել է Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ամուր աջակցությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի դերին տարածաշրջանում առևտրային հարաբերությունների զարգացման համատեքստում ձեռնարկված քայլերին եւ գործակցության հեռանկարներին, ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն զրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա խոսքով Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրանում խաղաղությանն ու կայունությանը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան երբեք չի աջակցել Իրանի գործերին արտաքին միջամտության սցենարներին։ Էրդողանն ընդգծել է, որ խնդիրների լուծումն ու տարածաշրջանում լարվածության սրման կանխումը բխում է Թուրքիայի շահերից։ Սիրիական բանակի արագ հաջողությունները քրդերի գլխավորած սիրիական դեմոկրատական ուժերի դեմ վերջին օրերին հանգեցրել են բողոքի ակցիաների Թուրքիայի հարավարևմուտքում, որտեղ ոստիկանությունը բռնություն է գործադրել ցուցարարների նկատմամբ, հատկապես այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տեսանյութեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են Սիրիայում ցուցարարները այրում թուրքական դրոշը։ Սիրիայի սահմանամերձ Սուրուջ քաղաքում հավաքված քրդամերձ ցուցարարներին ցրելու համար թուրքական ոստիկանությունը պղպեղի սփրեյ է օգտագործել։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի ուղղությամբ շարժվում է ամերիկյան հսկայական նավատորմը։ Այս հայտարարությունը նա լրագրողներին արել է նախագահական ինքնաթիռում Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնալու ճանապարհին։ Մեծ ուժեր են ուղղում դեպի Իրան, հնարավոր է մեզ պետք չգա դրանք օգտագործել։ Մենք հետևում ենք Իրանին, ասել է նա։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զգալի ուժեր են կենտրոնացվել։ Խոսելով Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության մասին, նա նշել է. Նախագահ Թրամփը շատ խաղաքարտեր ունի, որոնք կարող է խաղարկել։ Չեմ կարող ասել, թե նա ինչպես կվարվի, բայց մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ունենք մի քանի տարբերակ։ Անցած շաբաթ Թրամփը հայտարարեց, որ հարված չի հասցնի Իրանին, քանի որ Իսլամական Հանրապետության իշխանությունը չեղարկել է ցույցերի ընթացքում ձերբակալված հարյուրավոր քաղաքացիների մահապատիժները։ Այս ֆոնին Իսրայելի զինված ուժերն էլ նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են քայլեր ձեռնարկել թշնամիների դեմ։ Ցահալից նշում են, որ Իրանի դեմ 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմի ընթացքում արժեքավոր փորձ են ձեռք բերել։ Թեհրանից կոչ են անում Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին զգույշ գործել, այլապես լուրջ հետևանքներ կլինեն։ Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից պարոն Զելենսկի։ X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արախչին՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու Դավոսում հնչեցրած կոչի։ Ի տարբերություն ձեր արտասահմանյան աջակցություն ստացող բանակի, որը լի է վարձկաններով, մենք իրանցիներս գիտենք ինչպես պաշտպանվել եւ կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն աղերսելու։ Նա թալանում է ամերիկացի եւ եվրոպացի հարկատուներին լցնելու իր կոռումպացված գեներալների գրպանները եւ դիմակայելու այն բանին, ինչը նա անվանում է ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ անօրինական ագրեսիա։ Միաժամանակ նա բացահայտ եւ անամոթաբար կոչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին անօրինական ագրեսիայի դիմել Իրանի դեմ, խախտելով նույն ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Մինչև այժմ Ղարաբաղում բնակեցված 10 հայեր եւ ազգությամբ ռուս Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ դիմումների հիման վրա նրանք տեղափոխվել են Հայաստան։ Գերմանացի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի գործով։ Նա ԵԽԽՎ-ում առաջ է մղել Ադրբեջանի շահերը եւ դրա դիմաց տասնյակ հազարավոր եվրո ստացել։ Մյունխենի դատարանը 1 տարի եւ 2 ամիս պայմանական ժամկետ է նշանակել Քրիստոնեդեմոկրատական միության կուսակցությունից Բունդեստագի նախկին անդամ Աքսել Ֆիշերի համար։ Դատարանն արգելել է Ֆիշերին 2 տարվա ընթացքում ընտրվել պետական պաշտոններում, նաեւ պարտավորեցրել է նրան 12000 եվրո վճարել հանցագործության զոհերի աջակցությամբ զբաղվող կազմակերպությանը։ Ֆիշերը եւ նրա փաստաբանը մինչեւ վճիռը հերքել են մեղադրանքները, պնդելով, որ քաղաքական չի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ոչ մի անօրինական հարաբերություն չի եղել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քաղաքական գործիչն աշխատել է 2010-ից 2018 թվականներին։ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։ Պաշտոնյաները նաեւ բարձր են գնահատել Բաքու ՆԱՏՕ գործընկերությունը եւ դրա զարգացման հեռանկարը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, անդրադարձ է եղել դաշինքի խաղաղապահ առաքելություններին, Ադրբեջանի մասնակցությանը եւ էներգետիկ ոլորտում գործակցությանը։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։